Փակ TV հեռուստալիքի բոլոր մշակութային ծրագրերը հովանավորվում են իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանի կողմից։ Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն եթերում է եւ կիրակնորյա լինել թե չլինել հեղինակային ծրագիրը նույնպես։ Գիտեք, մենք միշտ մեծ հաճույքով այսօրը սպասում ենք այն անձանց, որոնց հետ իսկապես վաղեմի բարեկամներ ենք։ Իսկ ով է մեր ծրագրի այսօրվա հյուրը։ Շատ համառոտ, կարճ, ինքնակենսագրական հյուրի մասին պատմող փոքրիկ տեսանյութ։ Խնդրեմ։ Այսօրվա մեր ծրագրի հյուրը հանրաճանաչ հայ երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր, Մայաստանի վաստակավոր արտիստ Արա Գևորգյանն է։ Նա ծնվել է 1960 թվականին Երևանում, երաժիշտների ընտանիքում։ Հայրը եղել է ժողովրդական գործիքների անսամբլի գեղարվեստական ղեկավար Կարլեն Գևորգյանը, իսկ մայրը Հայաստանի ժողովրդական երգչուհի Վալյա Սամվելյանն էր։ 1983-ից մինչև 1987 թվականներին սովորել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։ Այո, սիրելի բարեկամներ, մեր շատ սիրելի երգահան երաժիշտ Արա Գևորգյանն է այսօր լինել թե չլինել հեղինակային ծրագրում։ Բարև ձեզ։ Ողջույն Համլետ ջան։ Արա, շատ ուշուշ ենք հանդիպում եւ փառք Աստծո, որ կան նաեւ այս տիպի ծրագրեր, որտեղ գոնե կարողանում են քեզ, ինչպես ասում են, քո սայլը տեղից շարժել։ Բայց գոնե հիշում ես, որ ժամանակին դու վարում էիր օրը ծրագիրը։ Այո։ Եվ այդ ծրագրում եմ հյուր եղել, ու մենք իսկապես վաղեմի ընկերներ ենք, բարեկամներ ենք։ Ինչպես է Համլետ ջան։ Փառք Աստծո, հարցերը հիմա դու ես ինձ տալիս։ Հիմա աշխատում եմ քիչ գնամ հեռուստաընկերություններ, բայց քեզ մերժել անհնար է։ Դե մենք ճանապարհ ենք անցնում։ Այո, այո։ Գիտես, ես պիտի ասեմ, որ դու իսկապես շատ այսպես բացառիկ մարդ ես։ Մեր կանայք էլ իրար ճանաչում են։ Այո։ Եվ մի օր կինս ասեց, որ ծանոթացել էր քո խաղալիքների այդ համալիր Մեծ հավաքածուի հետ եւ ասեց, որ Արա Գևորգյանը մեծ երեխա է։ Եվ դա ամենակարևորն է։ Դրա մեջ լավ բան կա։ Հա, իսկ դու կարողանում ես պահել քո մեջ երեխան եւ այն էլ մեծ երեխա մնալ, դա արդեն ձեռք բերում է։ Ցավոք մենք այսպես մեծանալով մոռանում ենք մեր մանկությունը, իսկ մանկությունը մոռանալ նշանակում է կորցնել հիշողությունը։ Դժբախտաբար ժամանակն շատ արագ է թռչում։ Այո։ Եվ այն լավ պատմությունները, լավ ժամանակները միասին Բեյրութում, Պարի պետական անսամբլի հետ միասին, հանդիպումը Դեմիս Ռուսոսի հետ, հանդիպում Դեմիս Ռուսոսի հետ միասին նվագել, դու էլ տեսախցիկը քո մոտ նկարում էիր ամեն մի փաստ Պարի պետական անսամբլից ու դարձավ հրաշալի մի պատմություն, հրաշալի մի ֆիլմ։ Լավ օրեր էին, ես լավ հիշողություններ ունեմ։ Եվ քեզ հետ ամեն անգամ հանդիպելն էլ հաճելի է, Համլետ ջան։ Գիտես, ես էլ որ քեզ տեսնում եմ, ես հիշում եմ իմ երիտասարդությունը։ Այդ քո ասած լավ տարիները։ Մարդուն երբ ես ճանաչում, եթե նրա հետ ճանապարհ ես գնում։ Այո, ճանապարհը Իսկ շատ։ մենք ճանապարհ ենք գնացել մի քանի անգամ եւ դա ավելի է մեզ մտերմացրել։ Այո, ռենտգեն ապարատ է ճանապարհը։ Թե ամեն ինչ կարող ես իհարկե կեղծել, բայց ոչ ազնիվ մաքուր ընկերությունը, որը հենց այդ ճանապարհների շնորհիվ է ավելի ամրապնդում։ Համավիտ ես։ Դե ամեն ինչ չես կարող կեղծել։ Դրա հետ համաձայն չեմ, բայց այնուամենայնիվ ճանապարհը այո։ Շատ կարևոր, որովհետև ճանապարհի ընթացքում հանդիպում են անակնկալներ, որոնց դու պատրաստ չես սպասում, այդ ժամանակ ընկերդ ինչպես է վերաբերվում այդ ճանապարհային անհարթ խորթուբորտ ճանապարհին, ընկերոջ հետ ուսուսի են տալիս հաղթահարելու այդ ճանապարհը, թե թողում քեզից փախնում է։
Գիտես, ես պիտի ասեմ, որ միջև այսօրվա հանրահայտ վաստակավոր արտիստ Արա Գևորգյան դառնալը դու շատ հետաքրքիր ճանապարհ ես անցել իսկապես։ Ես քեզ հիշում եմ դեռ ռալի տարիներին, հիշում ես, չէ՞, մի հատ փոքր այդ կոլեկտիվը պահպանվել է ինչ որ բան։ Ուրեմն դժբախտաբար երկու երաժիշտ մահացել են, մեր թմբկահարը եւ գիտարահարը Վարդան Հարությունյանն եւ Թաթևոս Խաչատրյանը, բայց մյուս տղաները Գրիգոր Սիմոնյանը էլի շարունակում է նվագել, ես էլի երաժշտության մեջ եմ եւ մեր մյուս գիտարահար Արմենը Ավետիսյան Նյու Յորքում ամենամեծ երաժշտական խանութի տերն է եւ իր խանութի մոտ հերթ է։ Բոլորը գալիս են, որովհետեւ ինքը համ վերանորոգում է գործիքներ, եւ համ վաճառքով է զբաղվում եւ իր մոտ աշխարհի ամենահայտնի երաժիշտները իր մոտ հերթ են կանգնում։ Ինքը ոնց որ բոլորի վրա մի հատ էլ գոռա։ Հերթը պահեք ճիշտ կանգնեք, խելոք կանգնեք, հեսա վերջացնեմ։ Իսկական հայ է։ Այո, իսկական հրաշալի ընկերներ ունեմ, լավն են։ Գիտես, այդ տարիները իսկապես անմոռաց են եւ այսօրվա Արա Գևորգյանը երևի հիմնված է հենց այդ տարիների վրա։ Իհարկե, անխոս։ Նախ ասեմ, որ սկզբում նվագում էի համար 11 մշակույթի տանը, կուլտուրայի տանը, հետո Լուսաբաց նվագախմբում, որ արդեն քիչ թե շատ հայտնի էր, բայց Լուսաբաց նվագախմբով մենք նվագում էինք ուրիշի երաժշտություն։ Ասենք ուրիշ հայտնի հանրահայտ երաժշտություններ էինք նվագում։ Հիդրոհաղորդակ գործարանը նվագախումբ ուներ, ինչպես այն տարիներին բոլոր մշակույթի տները, գործարաններ ունեին նվագախմբեր, փողային նվագախումբ, թատերական թատրոն, պարային համույթ, չգիտեմ, էստրադային նվագախումբ, ժողովրդիկներ, ամեն ինչ ունեին բոլորը, հագեցած էր մշակութային կյանքը Հայաստանում եւ հիդրոհաղորդակ գործարանի նվագախմբում եմ նվագել, հիանալի նվագախումբ, նվագում էինք Deep Purple-ի ծրագիրը 1-1, այսինքն շատ նման։ Հետո արդեն ռալի նվագախումբը երբ որ ստեղծեցինք ընկերներով, այդտեղ արդեն մենք սկսեցինք ինքներս ստեղծագործել։ Այդ դա դարձավ ինձ համար նաև շատ մեծ դպրոց, որտեղ ես սկսեցի ստեղծագործել։ Այսինքն սկսում էինք իրար հետ նվագել, այս կտորը ոնց պիտի անենք, ամեն մեկը մի բան նվագած, մի բան առաջարկում էր ու բոլորս համախմբված ստեղծում էր ընդհանուր երաժշտություն ռալի խմբի։ Իդեպ ասեմ, որ գործիքային երաժշտություն էր եւ դա մտավ Հայաստանի բոլոր հեռուստա ծրագրեր։ Մեր լեզուն, մեր խոսքը, հələ պատկերացրեք, հաղորդում, որի մեջ ասենք ռոք նվագախումբ կապ չունի եւ մենք նվագում էինք գործիքային երաժշտություն, դրա համար մեր մեջ այդ յուրահատկությունը կար։ Բոլոր մյուս խմբերը մելոմաններ, սերպանցին, արձագանք, կռունկ եւ այլն տարբեր նվագախմբեր, Կոնստանտին Օրբելյանի նվագախումբը, բոլորը երգում էին։ Մերը գործիքային երաժշտություն էր, ծանր ռոք, հայկական թեքումով եւ դասական էլեմենտներով։ Դրա համար բոլորին միանգամից գրավեց։ Հետո ավելացնեմ, քանի սկսել եմ, եկավ 85 թվական եւ մեզ ասացին, որ մենք պետքա մասնակցենք 285 փառատոնին։ Ապշեցինք, ախր մենք չենք երգում։ Եվ հանրային հեռուստաընկերությունը առաջարկեց նաև երգիչ, ասեց, այս երգչին վերցեք, դուք պետք է Հայաստան ներկայացնեք։ Իհարկե Հայաստանը նաև ներկայացնում էին արձագանք խումբը, Էռնա Յուզբաշյանը, Սուզան Մարգարյանը, Նադեժդա Սարգսյանը եւ ելի մի երկու հոգի, որոնց անունները չեմ հիշում, կարծեմ Անժելան երգչուհի։ Այո, Անժելա Տոպալյան։ Այո, ապրես Համլետ հիշացրիր։ Եւ այդ ամբողջ մեր այդ խմբի մեջ այդ 285 песни 85 Алла Пугачева, Վալերի Լեոնտьев, Գարնի Բարձրավանդաճարի կողքը։ Մի խոսքով շատ հիանալի ժամանակներ էին ու մենք ռալի խմբով իսկապես շատ լավ հաջողությունների հասանք։ Ես կարող եմ ասել, որ խորհրդային տարիները Արա Գևորգյանի ու իր գործընկերների համար փորձի ձեռքբերման հիանալի դեպս էր։ Ես խորհրդային տարիների գովքը շատ չեմ անի, բայց կասեմ մի շատ կարևոր բան, Համլետ ջան, որ խորհրդային տարիների այդ գաղափարախոսությունը պարտադրորեն տալիս էր, որ պետքա այն երեխան, որը գորգի վրա նստած խաղ է անում, նա պիտի լսի եւ հայկական ժողովրդական երգ, եւ հայկական հոգեվոր երաժշտություն, եւ դասական երաժշտություն, եւ արտասահմանյան էստրադա, այսինքն ամեն ինչ տրվում էր համաչափ։
ինչը այսօր դժբախտաբար չկա եթերներում, այդ համաչափությունը չի պահպանվում, այսօր ցույց են տալիս այն, ինչ որ ժողովուրդը ուզում է, բայց ես դրան դեմ եմ միշտ, պետք է ստեղծել պահանջարկ, որ ժողովուրդը պահանջի, լավ բան պիտի տաս, որ այդ ժողովուրդն լավ բան ուզի, եւ այս խոսքից օգտվելով ասեմ, տեսեք, ցավով եմ ուզում ասել, որ հիմա դպրոցներում, երաժշտական բուհերում դիմորդների քանակը պակասել է ազգային նվագարանների հարցում։ Սարսափելի։ Սանթուր նվագող արդեն դիմորդ չկա, թար նվագող չկա, քամանչա նվագող դիմորդ չունենք։ Եվ դա սարսափելի է։ Բոլորը դահոլ են նվագում, ճիշտ է, այդտեղ ես իմ մեղքի բաժին ունեմ։ Այո, Արցախ երաժշտությունից հետո դահոլը միանգամից շռանդալից մտավ մեր իրականություն, որտեղ Արցախ երաժշտությունից առաջ դահոլահարները շատերը նվագում էին հարսին տնից դուրս հանելու ժամանակ, հարսանիքներում եւ ռեստորաններում դահոլը քիչ էր օգտագործվում։ Երևի մատերի վրա կարելի է հաշվել, ասենք, քանի դահոլ չի էր, որ հարսանիք էր նվագում։ Ընդհանրապես դահոլները մենակ հարսին տնից դուրս հանելու ժամանակ էին նվագում։ Միգուցե կարող է չափազանցնում եմ, սխալվում եմ, բայց Արցախ երաժշտությունից հետո դահոլահարները եկան բեմ արտակի ամենաառաջը սկսեցին նստել։ Առաջին պլան։ Այո, եւ երգիչները սկսեցին բողոքել, ասում են, լեզվես դրբերանները գալի ամենաառաջն են նստել։ Բայց դե բոլորը երաժշտության մեջ են, ես դրա համար մենակ ուրախ եմ։ Ցավում եմ, որ մյուս գործիքները դեռ այդ պրոպագանդան չկա, որպեսզի բոլորը գնան սանթուր նվագեն, այդ հրաշք գործիքը, քամանչան, շատ գործիքներ կան, որ Արա, քանի որ Արցախը հիշատակեցիր, մենք մեր զրույցը մի բան ընդհատում ենք այդ ստեղծագործությամբ, մի հատված դիտենք, որից հետո ես հարց եմ քեզ ուղղելու։ Խնդրեմ։ Շիրի բարեկամներ, լինել թե չլինել, հեղինակային ծրագիրն է եթերում եւ մեր հյուրը Արա Գևորգյանն է, Արաքո Արցախը, այսպես չեղկեց բոլոր տեսակի արգելքները, գնաց առաջ, հասավ նպատակին։ Ումիշ թարմ անջում, չէ՞։ Այո, ումիշ թարմ, ինչ է հետաքրքիր։ Ես դու երևի բազմից խոսել ես այդ մասին։ Օլիմպիադայի ժամանակ, երբ մեր հարևան երկրի ղեկավարությունը փորձեց արգելել, որպեսզի հայ գեղասահորդները Արցախի տակ ելույթ ունենան, Օլիմպիական կոմիտեն կեցեն իրենք իհարկե, ասեցին ոչ, այդ անմահ երաժշտությունը պիտի հնչի նաև մեր Օլիմպիադայում եւ հնչեց։ Դե փառք Աստծո, որ
ադրբեջանցիները էլ չեն ասում, որ այդ երաժշտությունը իրենցն է, պարզապես ասում են այդ անունը անջատողական է, սեպարատիստական, դրա համար Սև ցուցակում ես։ Հա, երևի։ Բայց փառք Աստծո, որ վերջապես այդ հարցը փակվեց, ադրբեջանական եւ մամուլը եւ իրանց արդեն պետական այրերը հայտարարեցին, որ այդ երաժշտությունը չի պատկանում ոչ մի ադրբեջանցու։ Այսինքն ես հաղթեցի եւ դրա համար շատ ուրախ եմ, Համլետ ջան, որովհետեւ քեզ անվանեն գող, անիմաստ տեղը ինչքան պետք է կռիվանեմ քնելուց, ինչքան պետք է չքնեմ ու անընդհատ կռիվ տամ ես ինքս ինձ հետ եւ այդ բոլոր մարդկանց հետ, ովքեր ինձ ուզում էին գող անվանեին։ Փառք Աստծո ես հաղթեցի ու ամեն ինչ ընկավ իր տեղը։ Դա համար պատրաստեցի նաեւ 3 ֆիլմ, այսինքն ֆիլմ 3 լեզվով։ Հայերեն, ադրբեջաներեն, ռուսերեն, որպեսզի բոլորին ցույց տամ հատիկ ամեն նոտան ինչա նշանակում, պարտիտուրը, ձայնագրությունը, հեղինակային իրանքների փաստաթուղթը եւ ձերները կտրեցին։ Այդքան բան։ Հասկացան վերջապես։ Այո, դրա համար ես կոչ կանեի, որ մենք մեր ազգային արժեքներին տեր կանգնենք։ Ինչին մենք տեր չկանգնենք, իրանք կտանեն։ Նույն Սարի աղջիկ երգի մասին կարող եմ ասել, որ շատ դժվար է։ Մենք պետքա շատ կատարենք, որ դա մերը հաստատվի, որ մերն է, որովհետեւ աղբյուրը այնքան խորն է, այսինքն արմատը այնքան խորն է, բոլոր իմաստներով երևում է լադային կառուցվածքը երևում է, որ դա մեր հայկականն է, Սարի աղջիկ։ Եվ դրա մասին թուրքերն էլ գիտեն, որ հայկականն է, պարսիկներն էլ գիտեն, վրացիներն էլ գիտեն, միայն ադրբեջանցիները ասում են դա իրանցն է, ուրիշ անուն է կոչվում։ Այդպես չի։ Եվ ես խոսեցի շատ մեծ երաժշտագետի հետ, ասեց Արա ջան, արմատը այնքան խորն է, որ ապացուցելը շատ դժվար է դառնում։ Ուրեմն պիտի շատ կատարես, որ կոնը դառնա։ Ճիշտ է։ Ես ասեմ, որ դու ասեցիր, որ այս ստեղծագործությունից հետո առաջին պլան եկան դհոլները եւ այսօր դհոլները շատ պահանջված են։ Պատահական չի, որ ձեր ինստիտուտում այդ ժողովրդիկների հետ կապված խնդիր չկա, բայց ցավում եմ, որ մյուս գործիքները քիչ են, դհոլները շատ են։ Մանավանդ քեզ համար դա կրկնակից ավելի է, որտեղ դու երաժշտության ամբիոն ես ի վերջո։ Համլետ, հիմա ավելի դժվարացավ մեր գործը, ինչու, որովհետև այս վերջի տեսահոլովակը, որ կոչվում է վերածնունդ, այո, այդ վերածնունդ տեսահոլովակում ուզում էի 1000 դհոլներով հաշտեցնել սևերին ու սպիտակներին, այսինքն ստեղծել այդ պատմությունը եւ հրաշալի ռեժիսոր Վահեյանը, հրաշալի օպերատոր Արթուր Ղարայանը եւ իրենց հսկա այդ հզոր թիմով կարողացանք մենք ստանանք այն պատմությունը, ինչին որ ես ուզում էի հասնեինք սևերի սպիտակների հաշտեցում, ինչը որ մեր ժողովրդի մեջ գիտես ատելության խոսքը այսօր շատ ամենուրեք է շատ, ես ցանկացա մշակույթի լեզվով ասեմ ժողովուրդ եկեք հաշտվենք, եկեք այդ ատելության խոսքը կրճատենք, վերացնենք, սկսենք իրար մի քիչ ավելի հարգել, ավելի սիրել, միավորվել, էլ ավելի հզոր կդառնա։ Անունն էլ պատական չընտրվեց։ Վերածնունդ, որ նորից եկեք մի թարմանանք, էլի, restart լինենք։ Ոնց որ հաջողվել է ասում։ Եվ տեսահոլովակով մենք կարողացանք Անահիտ Կիրակոսյանի հրաշք խաղի արդյունքում, Տաթև with Wings երգչու հրաշք երգի արդյունքում, մեր հրաշալի դհոլահար Հայաստանի Հանրապետության լավագույն դհոլահարների հետ միասին 1437 դոլար միացան եւ մենք ստացանք հսկայական տեսահոլովակ, ելի շնորհակալությունս կասեմ Վահան Նահապետյանին, որ միասին գործիքավորեցինք այդ ամեն ինչը, որովհետեւ Վահանը ժամանակակից այդ տեխնոլոգիաներին քաջ տիրապետում է։ Ես արդեն մի քիչ անցել եմ երկրորդ պլան գործիքավորման տեսակետից, ես արագ գործիքավորում եմ, հետո տալիս եմ Վահանին, ասում եմ Վահան ջան, դե իմ ասա, ավելի սարքիր այսօրվա գույներով դարձրու։ Միս ավելացրու։ Այո, եւ փառք Աստծուն, որ շնորհիվ իմ շատ լավ ընկերների, որոնց ֆինանսավորմամբ եւ իրենց աջակցությամբ, Համլետ ջան, եթե թույլ կտաս նաեւ իրենց անունները կային չես։ Իհարկե։ Սա այն դեպքն է, որ պարտավոր է հիշեցնել։ Այո, Արա Հավաքյանը ՎՏԲ Հայաստան բանկի գլխավոր տնօրենը եւ Արթուր Ջավադյանը, որի օգնությամբ ես գտա ՎՏԲ այդ բանկը,
Յուրա Ղարիբյանը, որը ամբողջ այդ 3000 մարդ, պատկերացնում ես, դաշտում ապահովեց ջրով եւ այդ ջրերն էլ պատահական պարզ ջրեր չէին, այլ աղբյուրի մաքուր ջուր, բայց նոր պիտակներով 1000 դհոլ վրան գրված։ Շատ հետաքրքիր էր։ Շատ ընկերներ Տիգրան Ուզունյանը, Արտյոմ Վարդանյանը, Էլմիրա Պողոսյանը, իդեպ Շարլ Ազնավուրի անվան կենտրոնական գրադարանի տնօրեններ, որը իրենք են հայտնել, որ մենք ուզում ենք օգտակար լինել։ Այս բոլոր մարդիկ չեն էլ ուզում սկի իրենց անունները հնչեցնել։ Արամ Քոչարյան անընդհատ ասում է իմ անունը չտաս, իմ անունը չտաս, ես էլ անընդհատ տալիս եմ։ Ռալֆ Երիկյան ասում է միշտ պատրաստ եմ կողքիդ լինել, բայց ես երբեք որևէ մեկին չեմ խնդրել։ Ոչ մեկի ես դուրը չեմ ծեծել։ Այդ իմ Համլետ, գիտես, ես գնահատում եմ այդ կողմը, որ ես ոչ մի անգամ ոչ պաշտոնյայի դուռ եմ ծեծել իմ անձի համար եւ ոչ էլ մեծահարուստի դուռ եմ ծեծել իմ անձի համար։ Երբեք չի եղել նման բան։ Եվ ասեմ Արմինե Բաբայան, որը լսողության խնդիրներ ունեցող կենտրոնի տնօրենն է, ասեց Արա ջան, ես էլ եմ ուզում օգտակար լինել, դա ինչ լավ բան ես մտածել։ Ու խոսքը գիտեք ինչից է առաջանում, եւ որ ասում են Արա ջան, նոր բան չունես արած։ Ասում եմ ունեմ, բայց ձեզ չեմ կարողանում ոնց ցուցադրեմ, ոնց լսացնեմ։ Դա պետք է ուրեմն տեսահոլովակ լինի, որ կարողանամ ձեզ տամ։ Առաջ ձայնասկավառակ էի նվիրում, վերջանում էր։ Ասեց Արա ջան, հիմա բա այդ տեսահոլովակում բանա չէ պետք ձեզ ավտոբուսներ կարող եմ տալ։ Վայ ասում եմ Արմինե ջան, այդ ինչ հրաշք բան ասեցիք։ Օրինակ Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը ձեր ավտոբուսներով կբերենք։ Հրաշալի իհարկե։ Եվ ասեմ Հովանես Չեքիջյանի հրաշք մեր կապելանել մասնակցեց այս ամեն ինչի մեջ։ Եվ մասնակցեց 1000 վահան նախագիծ գոյություն ունի Հայաստանում, սահմանամերձ այդ շրջաններում, իրենք կազմակերպում են մշակութային կյանքը, զարգացնում են մշակութային կյանքը։ Իգոր Զարգարյան եւ Սրփուի Մովսիսյան, նրանք կազմակերպում են սահմանամերձ բնակավայրերում հետաքրքիր նախաձեռնություններ, ծրագրեր, որը կոչվում է 1000 վահան, եւ այդ 1000 վահանի հետ մեր համագործակցությունը ինչպես եղավ, որ իմ երաժշտության տակ նրանք պետքա պարեին բոլոր այդ պարի խմբերը, ես էլ առաջարկեցի այդ պարը կարող եք գալ պարել 1000 դհոլ այդ տեսահոլովակի վերածնունդ տեսահոլովակի վերջում, որտեվ գրվում է սեր դաշտավայրում եւ վերևից որ նայում է սերա գրված եւ պարի խմբերը ոնց որ գրկեն ու պարեն այդ սեր գրած բառը։ Մի խոսքով շատ բարի, շատ կարևոր գործ կատարվեց։
այնուամենայնիվ ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր իմ ընկերներին, Գարեգին Աբրահամյանին, որը զանգեցի մի անգամ իմ ընկերներից ասի գար շտապօգնություն ոնց են կանչում, որ գա առավոտից երեկո հսկի այդ դաշտավայրում, որ երեխեք են էլի ամեն դեպքում արևի տակ հանգարց ինչ որ մեկը խնդիր չունենանք, բան չունենանք, ասեց համարի լուծված։ Ու եկավ շտապօգնությունը, հրաշալի մարդիկ կանգնեցին առավոտվա 8-ից մինչև երեկոյան 8-ը, ոչ մեկի մատը փուշ չմտավ, փառք Աստծո։ Ասեմ կազմակերպչական այդ խմբի մեջ նաև Վահագն Ոսկանյանը կար, որը լուծեց շատ կարևոր հարց։ Այդ դաշտի մեջ ձայնի տեխնիկան ապահովելու այդ հարցը ինքը վերցրեց իր վրա, այդ հոսանքի ապահովել եւ ձայնի այդ հզոր գործիքներով ապահովելը։ Վահագն Դիվանյանը, որը այդ սեր բառը գրել է շատ կարևոր ներողություն, Բագրատ Դիվանյանը, որը այդ սեր գրել է գեոդեզիստների հետ, իրանք կազմակերպեց, որ գրվի սեր, այդ սեր գրելը չափումներ է պահանջում, որ ճիշտ սիրուն գրվի, չէ՞, դրոնից որ նայես դաշտի վրա մեծ գրվածա սեր։ Մի խոսքով ուզում եմ ոչ մի ընկերոջ անուն բաց չթողեմ, Ազատյանին չեմ ուզում մոռանամ, Գայանե Հարությունյանին չեմ ուզում մոռանամ եւ անպայման շնորհակալությունս հայտնեմ, լսեք, Անահիտ Սարգսյան, հայորդիկ դու լավ կճանաչես, Համլետ ջան։ Մոսկվայից հայորդիկ այդ կենտրոնի արդեն մշակութային կենտրոն կարող եմ ասել, որովհետև Պարիխում այնքան է մեծացել եւ կողքից արդեն այնքան նոր բաներ են ավելացել։ Անահիտ Սարգսյանը այդ հարցերը հրաշալի կարողանում է կարգավորել եւ ասեց ես էլ եմ ուզում մասնակից դառնամ այդ ամեն ինչին, ասում Անահիտ ջան, արդեն ոչ մի բանի կարիք չկա։ Չէ, անպայման մենք պետքա ֆինանսավորենք։ Եվ հայորդիկի հետ Անահիտն առանձին, ուրեմն իրանք էլ գումար տվեցին եւ ուզում եմ ասել Նյու Յորքից ոգևորվեց արդեն Սեդա Պասկալյան Գանթարջյան, Շուշի Պարի խմբի ղեկավարը, ասեց այսօր Շուշի Պարային ամույթն եմ միանում քեզ եւ Վարդան Գևորգյան ակադեմիան Լոս Անջելեսից Վարդան Գևորգյանի ղեկավարության եկել է զորով ասում Վարդան ջան նկարանումը վերջացել է, չէ, այս գումարը վերցրու, ասեցի լավ, քանի որ մենք պետքա նաեւ ստեղծենք backstage կոչված, այսինքն ետնաբեմ, ինչպես է այդ ամեն ինչը կազմակերպվել, ինչպես է դա այդ ամեն ինչը կատարվել, արվել այդ բարդությունների մասին պատմող ֆիլմել է պետք։ Եվ Տիգրան Բաղեյանը, որը մեր մոնտաժողն էր, հրաշալի անձնավորություն, այդ ամեն ինչը կարողացավ գլուխ բերել, մոնտաժել, գունաբաշխում եւ այլն, փայլուն մասնագետ է Փաստորեն հերթական անգամ դրվեց ստեղծագործական լինել թե չլինելու հարցը եւ դուք դա լուծեցիք։ Եվ ասեմ ավելի մոտ էր չլինելուն, Համլետ ջան, որովհետեւ ի սկզբանե այդ ում ասում է գժվել ես 1000 դահոլ, այդ բարի վրա էին զարմանում։ Հետո քանի որ իմ ընտանիքի անդամներն էլ էին ինձ այդ վազում այդ դաշտավայրում, դուստրս, Դավիթիս կինը վազում էին, Արտուր Ղարայանի տղան ու Անիս ասում է պապա, արդեն որ ցուցակները լրացնում էր, ասում էր 1000 դահոլ ես ասել, 1000 հագուստ ես պատվիրել, բայց արդեն 1200 են դիմո բանը գրանցվողները, 1300 են, դարձավ 1400, պապ կանգնացրու, դադարեցրու, ասի ոչ, որևէ մեկին չենք կարող նեղացնել։ Հետո թեթև հարցրի ղեկավարներին, ասի ժողովուրդ, շատ ենք շատացել, 1400 ենք դարձել արդեն, կարող ենք կրճատել։ Այն ամենամանր երեխեքին չբերենք, ամել արևի տակ, վտանգավոր հոգնեն, բան եւ այլն, անվտանգությունից ելնելով ոչ, պարոն Գևորգյան, ծնողներն էլ են ոգևորվել, երեխեքն էլ են ոգևորվել, գալիս ենք։ Արա, գիտես, մեր ազգին շատ յուրահատուկ է դա։ Հիմա դու ասեցիր քիչ առաջ, որ ժողովրդական գործիքներից այս գործիքները նվագող չկա, առաջին պլանը եկել դոլը, բա ինչ էիր ուզում 1000 դոլից ավելի 1400 դոլով տեսահոլովակ ես նկարանում եւ ուզում ես որ ընդունելություն կան մյուս գործիքներ։ Տեղանքն այնքան գեղեցիկ էր ընտրված Համլետ։ Մեր Արտուր Ղարայանը ընտրեց տեղ, ես առաջ մտածում էի որ սովետաշեն տանող ճանապարհին ավտոշուկայից մի քիչ այն կողմ կա դաշտավայր, այդտեղ անենք նկարահանումները որովհետև ես չէի ուզում հեռու լինել ավտոբուսների խնդիր կբացվի եւ այլն չեմ կարող տակից դուրս գալ
Բայց Արտուր Ղարյանն ասեց, արի մի հատ գնանք տես, աշտարակից Եղվարդ տանող ճանապարհին, մի հատ ֆանտաստիկ դաշտ, ու սենց դիմացը Արարատ, Արագածը կողքը, ետևը Արայի լեռը, ձախ կողմում Հատիս լեռը ու դաշտավայր ծաղիկներով ու մի հատ ծառ։ Շատ գեղեցիկ էր, շատ սիմվոլիկ։ Այո։ Լավ, իհարկե, վերածնունդը հրաշալի ստեղծագործություն էր եւ մենք իհարկե հաջողով լսեցինք քո մեկնաբանությունները։ Բայց ես գիտեմ, թե որքան ես դու սիրում նաեւ Երևանը, մեր մայրաքաղաքը, որի համար էլ նույնպես բազմաթիվ հետաքրքիր նախաձեռնություններ ունես։ Հերթական ասեմ քեզ 8 ստեղծագործություն ունեմ Երևան անունով։ Այո։ 8, որի մեջ կա 2 երգ, կա քայլերգ, կա օրներգ, կա էտյուդ դաշնամուրի համար։ Կա թեթև ես ջազին այդքան մոտ մարդ չեմ, բայց մի փոքր ջազային թեքումով լավ ավատ ստացվել, չգիտեմ, էդ էլ կա։ Ես ուզում եմ նախորդներին Արուսյակ Հովանեսյանին, Ռոբերտ իր հրաշալի Ռոբերտ ամուսնուն, Ազարյան։ Այո։ Անչափ շնորհակալ եմ այդ մարդկանց, որ իսկապես իմ կողքին գտնվեցին։ Գիտեք, շատ պատահաբար որ Մոսկվայում էի գտնվում, այսինքն պատահաբար չէր։ Անահիտ Սարգսյանը հրավիրել էր, որ Պարի փառատոնում ես լինեմ ժյուրիի անդամ եւ հանդիպեցինք ոնց էր անունը Արմյանսկի դոմ էր կոչվում։ Այո, հայկական տունը։ Հայկական տունը, այդ ռեստորանային հրաշալի համալիրը, որի տերերը, սեփականատերերը Արուսյակն ու Ռոբերտն էին, հրաշալի մարդիկ, ու որ մեզ հյուրասիրում էին, հենց այդտեղ ասեց, Արա ջան, ինչ նոր բաներ եք անում, ասի սենց ծրագիր ունեմ անելու, խնդիրներ ունենք, որոնք միջ դժվար է լուծվում, թե չէ շատ արագ կանեմ, ասեց այդ խնդիրները դրեք մենք կլուծենք։ Մի խոսքով շնորհակալություն եւ Դանիել Ազատյանին, մի հատ ես ուզում եմ անունը ստուգեմ, Համլետ ջան, սխալ բան չասեմ։ Դանիել Ազատյանին էլ շնորհակալություն, որովհետեւ այս մարդն էլ կապող օղակ էր, որ տարբեր մարդկանց իր միջնորդությամբ ես գտա այդ դաշտի ձայնը ապահովելու համար եւ այլն եւ այլն։ Կարևոր էր իհարկե։ Կարևոր էր, այո։ Այդ բոլոր մարդկանց ասում եմ շնորհակալություն կրկին իմ կողքին լինելու համար։ Ես ելի եմ կրկնում, որևէ մեկի չեմ խնդրել եւ սա ոչ թե ասում եմ, որ հպարտանամ, իմ կյանքում այդպես է եղել։ Ես ունեմ իմ կողքին շատ մարդիկ ունեմ, որոնք շատ մեծահարուստ են, բայց ես երբեք նրանցից ոչ մի բան չեմ խնդրել, Համլետ ջան։ Ես ամաչում եմ այդ վերաբերմունքից, գնամ ասեմ ինձ սպոնսոր կլինեք կամ կհովանավորեք sense բանը կամ նենց բանը, ես նման բանով չեմ դիմել։ Հակառակը մոտեցումները տարբեր են։ Իրենք են առաջարկում, իրենք ասում են, Արա ջան, մենք կողք կտենք, հիմա համերգ չես տալու, բա Երևանում։ Դե ասում եմ շատ դժվար է իմ համերգը Երևանում, որտեվ ծախսատար է եւ մենք կողք կտենք, բայց ես էլի ամաչում եմ, որ զանգեմ հիշացնեմ, ասեմ, հիմա համերգ եմ տալու, կողք կսեք, թե կողքից չեք։ Եվ նույն ձևի կարող եմ շատ մարդու անուններ տալ, որոնք մշտապես ինձ ասել են, նայի, ինչ պետք է, կողքի տենք։ Օրինակ ես կուզենայի հենց այս խոսքը բերել իմ վրա շատ ցավ է, ծանրացած է իմ վրա կոնկրետ Համլետ ջան, կներես եթերից օգտագործում եմ այս նախադասությունը ասելու համար, որ եթերում տեսա Գագիկ Ծառուկյանին պարկացրել են գետնին, աշխարհի չեմպիոն մարդ, բազմաթիվ բարեգործություններ արած, եկեղեցիներ սարքած, այդ հրաշալի մարդը, դե իրավական կողմից չեմ ուզում խոսել, որովհետև տեղյակ չեմ, բայց իր մարդկային այդ կողմը, որ ինքը պատրաստ է բոլորին, ինձ միշտ ասել է, երբ պետք է Արա ջան, ես քո կողքին եմ, բայց երբեք ես իր դուրը չեմ ծեծել, երբեք իր աջակցությունը չեմ ստացել եւ հույսով եմ չեմ էլ դիմի, չեմ էլ ակնկալի, բայց այդ մարդկանց ես կարծում եմ արժի հարգել եւ այդ տեսարանը ինձ համար զարհուրելի էր պարզապես։ Ես քեզ ասեմ ոչ միայն քեզ համար, շատ ված զգացի ինձ, որ գիտես, կարող է կանչեին ինքը գնարել, խելոք գնար, ես այդպես մտերիմ բարեկամ չեմ պարոն Ծառուկյանի հետ, բայց ինձ զարմացրեց մարզ աշխարհի այս անտարբեր մոտեցումը։ Ես չգիտեմ, մարդ որքան կարող է ապերախտ լինել։ Բայց ես կուզենայի նաև տես քո բառից հիմա կօգտվեմ, ինչ որ դու ասեցիր, քո բառից կօգտվեմ,
եկեք չքննադատենք էլի ովքեր ձայն չեն հանում, ովքեր չեն ուզում, ովքեր միգուցե չեն կարողանում, որովհետև այդ մարզիկներին իմ կարծիքով չարժի փչացնել։ Մեր չեմպիոններն են իրանք։ Հիմա ամբողջ ազգով սկսենք իրանց հայոել թե ինչու դուք ձայն չեք հանում։ Ոչինչ։ Այդ մարդկանց օգնելա իրանք հիմա հարմար չի։ Օրինակ ես չեմ կարծում որ կարելի է Նազիկ Ավդալյանի պես աշխարհի չեմպիոն մեր երկրի պատիվը բարձր պահած աղջկան, ասեք ինչի ձայն չես անում։ Չէ, Նազիկը քիչ թե շատ խոսեց, դրա մասին չի խոսում։ Արտուր Ալեքսանյանը կամ էլ այդ տղային ես որտեվ տարբեր եթերներից նայում եմ, ինչ ասես ասում են, արդեն սկսում են ատելության խոսքը սկսում է էլի շատանալ։ Իմիջիալուց դու դրա համար այս տեսալ հոլովակը հենց ասում է եկեք ոլորտը մեզանում այսօր շատ է, բայց տեսահոլովակը որ ասում եմ եկեք Ժողովուրդ ջան, եկեք իրար չքննադատենք, էլի թարգենք քննադատելը։ Աշխարհի չեմպիոնին ո՞ց կարելի է քննադատել, աշխարհի չեմպիոնին ինձ մի բան չի արել։ Ոչինչ չի արել։ Ես կարծում եմ լավ է որ մարդիկ արձագանքում են, լավ է որ իրենց դժգոհությունը հայտնում են։ Ես էլ իմը հայտնեցի, որ ես համաձայն չեմ այդ տեսակ վերաբերմունքի, այդ տեսակ մարդու, որը Հիսուսի արձանա սարքում, այդքան եկեղեցիներ է սարքում։ Մի խոսքով, ես շատ չեմ ուզում խորանալ, այնուամենայնիվ ես կխնդրեի, որ մեր մարզիկներին կամ արվեստի մյուս մարդկանց, ում որ Գագիկ Ծառուկյանը օգնել է եւ նրանք չեն խոսում, Ժորժ ջան, եկեք շատ չքարկոծենք էլի, իրանք մեկը մեր վաղը մեր պատիվը էլի բարձրացնելու են միջազգային հարթակներում։ Ծրագրի նպատակը դա չէ եւ մեր ծրագիրը գիտես, կա ունի իր ուղղվածությունը, լինել թե չլինել։ Սա մի հարց է։ Եթե միասին լինենք, Համլետ ջան, կլինենք։ Եթե իրար սիրենք, կլինենք։ Դու ինչպես կպատասխանեիր Շեքսպիրի այդ հարցադրմանը։ Լինել թե չլինել։ Այո։ Եթե չես կարողանում քեզ տիրապետել, եթե չես կարողանում թացը չորից տարբերել, եթե չես կարողանում քեզ զսպել, եթե չես կարողանում զսպել բոլոր առումներով, վարքիդ առումով, լեզվիդ առումով, ուտելու առումով, չգիտեմ, եթե այդ ամեն ինչը չես կարողանում անել, ավելի լավ է չլինել։ Բայց եթե կարողանում ես ինչ-որ մեկին օգտակար լինես, ինչ-որ ընկածին օգնես, որ վեր բարձրանա, քո երկիրը, քո արարքով մի մազ ավելի լավը դարձնել, քո անձնազոհությամբ կարողանաս մեկին ծառայես, քո նեղությամբ մեկին լավ բան պարգևես, ուրեմն արժի լինել, որովհետև դու պետքա պիտանի լինես, եթե պիտանի չես լինում, ավելի լավ է չլինես։ Այո, հասկանալի։ Արա, շնորհակալ եմ, որ եկար, վաղուց չէինք զրուցել, այսպես ինչպես։ Ես եմ շնորհակալ։ Ռուսը մի լավ խոսք ունի, կներեք շեղվելու համար, բայց այնուամենայնիվ կկրկնեմ սև ու սպիտակ դհոլների տեսահոլովակը ինքը համաշխարհային ռեկորդ է սահմանել եւ մեր հայկական դյութազնագրքում արդեն գրանցված է եւ հիմա մենք սպասում ենք համաշխարհային այդ Գինեսի այդ գրքի սերտիֆիկատը ստանալու, քանի որ հայտը ներկայացված է, հայտը ընդունված է։ Ես կարծում եմ, որ սա նաեւ սկիզբ թող դրվի, սա թող ոգեշնչի բոլորիս, իրար հանդեպ լինենք սիրով, հանդուրժող, բարյացակամ, իրար կարողանանք օգտակար լինենք, Համլետ ջան։ Եվ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի բարեկամներ, մենք հերթական անգամ հյուրընկալել ենք մի անձնավորության, ում հետ ես շատ երկար տարիների բարեկամություն եմ անում եւ դրանով շատ հպարտ եմ։ Արա Գևորգյանը երկհան, հանրապետության վաստակավոր արտիստ, մարդ, որը իր կյանքը նվիրել է իսկապես իր ժողովրդի երաժշտական աշխարհի, մշակութային աշխարհի կայացմանը։ Եկեք, ինչպես մեր լավ բարեկամն ասեց, միմյանց հանդեպ լինենք բարյացակամ, միշտ լինենք։ Այո, ու միշտ չլինենք։ Այո, ու լինենք ամենակարևորը։ Կանք պիտի լինենք ու դեռ շատանանք։ Այո։ Դա Աստված։ Եղավ, շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, թույլ տվեք այսքանով ավարտել մեր այսօրվա հանդիպումը, մնացեք լավատես, առաջիկայում ձեզ էլ ավելի հետաքրքիր հանդիպումներ են սպասում, բայց այդ մասին մենք խոսենք հաջորդ կիրակի։ Իսկ այսօր այսքանը, ցտեսություն։